Աղթալայի վանք Բարձրադիր հրվանդանի վրա վեր է խոյանում Աղթալայի Սուրբ Աստվածածին վանքը, ժամանակի նշանավոր հոգևոր մշակութային կենտրոններից մեկը։ Ի սկզբանե Ագարակ և ապա Պղնձահանք անվանումները կրած այս տարածքը միջնադարում հայտնի է եղել որպես կրոնական ու կրթական կենտրոն։ Վանքի պատմական հիմքերում ամրագրված է հայ առաքելական հավատքը, ինչն էլ հենց հիմք դարձավ վանական համալիրի ծնունդին և հետագա զարգացմանը։ Վանքը շրջապատված է բրգավոր պարիսպներով, որոնք կառուցվել են դեռևս 10-րդ դարում գյուրիկյան բագրատունիների օրոք։ Վանքի հյուսիսային մուտքը թաղածածկ սրահ է, որին արևելքից գիծ է եռահարկ բրգաձև աշտարակը։ Վանքի համալիրի գլխավոր Սուրբ Աստվածածին եկեղեցին գտնվում է ամրոցի հենց կենտրոնում։ Եկեղեցին ունի գմբեթավոր կառուցվածք։ Խորանի երկու կողմերում կրկնահարկ ավանդատներ են։ Գմբեթը ժամանակի ընթացքում ոչնչացվել է, սակայն նրա հիմքերը, մույթերն ու որմնամույթերը պահպանվել են։ Արտաքին ճակատները զարդարված են խորշերով, խաչաքանդակներով ու հարուստ դեկորատիվ հարթաքանդակներով։ Վանքի բակում պահպանվել է 13-րդ դարի միանավ եկեղեցին կիսաշրջանաձև խորանով, ինչպես նաև բնակելի ու տնտեսական շինությունների մնացորդներ։ Վանքի ներսում պատերը ամբողջությամբ ծածկված են բարձրարվեստ որմնանկարներով, ֆրեսկոներով։ Այս գեղարվեստական ժառանգությունը եզակի է թե իր ծավալով, թե բովանդակությամբ։ Որմնանկարներում պատկերված են հին և նոր կտակարանների տեսարաններ, Աստվածամոր, Հովհաննես Մկրտչի և բազմաթիվ աստվածաշնչյան տեսարաններով։ Նրանք 13-րդ դարի են, սակայն մինչ օրս պահպանել են իրենց տեսքն ու գույները։ Որմնանկարներում օգտագործվել է երկու գույն՝ որդան կարմիրը և լազուրիտը, որը ստացվում է պղնձից։ Մնացած գույները ստացվել են դրանց համադրումից։ Վանքը եղել է նաև գրչության խոշոր կենտրոն։ Այստեղ 13-րդ դարում գործել է Սիմեոն Պղնձահանեցին։ Ուսումնասիրվել է թե հայ, թե վրաց մատենագրություն։ Ստեփանոս Օրբելյանի վկայությամբ այստեղ պահվել է նաև աստվածանկալ Սուրբ խաչը, որն Իվանես Զաքարյանը նվիրաբերել է նորավանքին։ Աղթալայի Սուրբ Աստվածածին վանքի 13-րդ դարի որմնանկարները հայկական մանրանկարչության և բյուզանդական գեղանկարչության բացառիկ համադրությունն են, որոնք համարվում են հայկական միջնադարյան գեղանկարչության գլուխգործոցներից։